Պարոն Ֆարմանյան, կուզենայի իմանալ ոնց է Գագիկ Խաչատրյանը, արդյոք հարաբերություն ունեք իր հետ, եւ եթե իրեն հանդիպեք կհորդորեք պետությունից գողացվածը հետ վերադարձնել պետությանը, այս առաջին հարցը, երկրորդ հարցս, պարոն Ֆարմանյան, ձեզ ով է ազատել աշխատանքից, ում եք դատի տվել եւ ով է եղել դատավորը, խնդրում եմ այս հարցին եւս պատասխանեք եւ ձեր մաքսային աշխատած ժամանակահատվածում, ես արդեն ինձ մի քանի տնտեսվարող է խնդրել, որ ես հարցը տամ, ձեր մաքսայինում աշխատած ժամանակահատվածում արդյոք կային արտոնյալներ, թե բացարձակ լրիվ արդարություններ, թե բոլորի համար մաքսատուրքեր կար եւ բոլորն հավասար էին, եւ երրորդ հարցս, քանի ձեռնարկություն է ըստ էության փակվել տարակարծության պատճառով, եթե չեն կիսել այդ պահի իշխանությունների կարծիքը ձեր ժամանակաշրջանում, ինչքան են եղել պետեկամունների կողմից հավաքագրված գումարները, մուտքերը եւ ինչքան են հիմա, գիտեք այս տարբերությունը, շնորհակալություն։ Պարոն Գրիգորյան, Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ առաջին հերթին։ Իմ առաջ խաղացման հետ կապված այն ժամանակահատվածում, որ աշխատել եմ, շնորհակալ եմ միշտ։ Պարոն Խաչատրյանի այն գնահատականները, որ դուք հնչեցնում եք, դրանք նույնպես քրեա իրավական տիրույթում են, ես չեմ կարող գնահատական տալ, փաստերի չեմ տիրապետում։ Եվ ես աշխատել եմ ոչ միայն Գագիկ Խաչատրյանի օրոք, աշխատել եմ Արմեն Ավետիսյանի օրոք, Հովիկ Հովսեփյանի օրոք, Դավիթ Անանյանի օրոք, բազմաթիվ պետք ղեկավարներ են եկել ու գնացել, ես աշխատել եմ իմ տեղում։ Ձեր իշխանությունները, երբ որ եկել են իշխանության 2018 թվականին, ամենայն անկեղծությամբ ես չեմ կարող նայել էկրանին ու այլ բան ասել։ Ուղիղ հրահանգ է տրվել, եղել է ցուցակ համապատասխան պաշտոնյաների եւ ասել են դուք յուրային չեք, դիմում գրեք գնացեք։ Ես եղել եմ այն բացառիկ մարդկանցից մեկ, ով դիմում չի գրել։ Հետո կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ես ավտոմատ աշխատանքից դուրս եմ մնացել, որից հետո դիմել եմ դատարան, ընդ որում բոլոր ատյաններում, այդ թվում նաև Վճռաբեկ դատարանում, ի օգուտ ինձ որոշումներ են կայացվել։ Թե ովքեր են դատավորները, անկեղծ չեմ հիշում այս բանին, չի էլ հետաքրքրել։ Եվ շնորհակալ եմ Հայաստանի դատական համակարգին, որ արդար որոշում են կայացրել։ Չեմ կարող օբյեկտիվ չգտնվել, որևէ դատավորի չեմ ճանաչել, դատալեքսում կա, կարող եք բացել, նայել, որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է բիզնես կիսել, անկեղծ ասած այդ տեղեկատվություններին չեմ չէ, բիզնեսը ասացիք, կիսել են, բաշխել են, չեմ տիրապետում նման տեղեկությունների, չեմ կարող գնահատական տալ։ Ես աշխատել եմ հիմնականում մեթոդաբանության ոլորտում, բլոկում, եղել եմ նաև համալիր ստուգումների բաժնի պետ, որ ըստ էության նույն աուդիտն է, մաքսային մարմինների համալիր ստուգումների բաժինը, դա մեծ բաժին էր պատասխանատու ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ, բոլոր մաքսային մարմինների համալիր ստուգումների բաժնի ղեկավարն եմ եղել։ Ինչ վերաբերում է իմ վերջի պաշտոնավարմանը, դա եղել եմ կոնկրետ արդեն պրակտիկ ծառայության ոլորտում, բազմաթիվ տնտեսվարողներից ստանում եմ շնորհակալություններ, շնորհակալական խոսքեր, որի համար անչափ ուրախ եմ եւ գնահատում եմ այդ մարդկանց կարծիքի մասին։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, ճիշտն ասած, կար ժամանակ չէ, նույնիսկ մինչ հիմա, երբ ընդունվում են պետք համակարգում, եթե ինչ-որ ընկերության հետ փոխկապակցված են համարվում, նույնիսկ մորաքրոջ տղան, եթե ունենում է ՍՊԸ, ներքին անվտանգությունը, նավը դու գիտեք, որ սկսում է հասկանալ, արդյոք այդ կխանգարի իր գործին, թե չէ, բայց ոնց հասկացա ձեր աշխատանքի տարիներին դու միշտ կամ ձեր ընտանիքը միշտ ունեցել է համապարփակ պատասխանատվության ընկերություն եւ ինչ-որ գործունեությամբ զբաղվել։ Եթե ձեզ արտոնյալ չէր, ինչի երբևիցե ձեր մասով, չգիտեմ, այդ բարևարկության, այդ ոնց է կոչվում, այս համակարգը լավ չէ տրվում, եւ երկրորդը, երբևիցե աուդիտ արել եք այնպիսի ընկերությունում, որը ուներ քաղաքական այլ գաղափարներ եւ կոնկրետ հանրակրթություն, որ այդտեղ աուդիտ եք իրականացրել։ Շնորհակալություն։ Վերջի հարցը չհասկացա, ինչ են կարել ներողություն։ Աուդիտ Չէ, աուդիտ ես եղել եմ մաքսային մարմինների աուդիտի ղեկավար, այսինքն իմ տիրույթում գործառնությունների եղել է մաքսային մարմինների գործունեության ստուգումը, ոչ թե տնտեսվարողների։ Ես տնտեսվարողներին չեմ ստուգել, ես ներքին աուդիտի ղեկավար եմ եղել ըստ էության։ Սա մեկ, ինչ վերաբերում է ընկերություններին, պարոն Գրիգորյան, ձեզ մի հարց տամ։ Եթե ուշադիր նայեք իմ վերջի հարցազրույցներից մեկը, TV5-ով եթե չեմ սխալվում, մի արտահայտություն եմ արել, ուզում եմ կրկնել, ես իմ խոսքերը շատ լավ հիշում եմ։
ասել եմ պատիծակից դուրս չենք եկել, հազար ներողություն Ժորժ ջան, ովքեր ինձ հետևում են։ Մենք էլ ենք ինֆորմացիայի տիրապետում։ Իհարկե ես չեմ ունեցել խնդիր օրենքի հետ կապված, բայց հիմա հարցս ձեզ եմ ուղղում։ Արդյոք թույլատրելի է падգամավորական գործունեությունը բիզնեսի հետ։ Ես հարցը հնչեցրեցի։ Խոսքը ձեզ էր վերաբերվում, ուղիղ ասեմ ընդ որում։ Պարոն Գրիգորյանը պատասխանելու հնարավորություն չունի, ես իր փոխարեն կպատասխանեմ, իհարկե ոչ։ Եվ եթե կան հանկարծ падգամավորներ, ովքեր զբաղվում են բիզնեսով, ասում են, որ չի կարելի։